Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Կայացավ դեպի դասական եվրատեսիլի եզրափակիչ փուլը, եւ սա մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունք էր, ինչպես նաեւ այն իրականացավ հրավիրված ժյուրի անդամների առաջին ալիքի մեծ աշխատանքի եւ մեր հրաշք մասնակիցների շնորհիվ։ Շատ ուրախ եմ, որ 100-ից ավելի պատանի երաժիշտներ հավաքվեցին մի գաղափարի շուրջ, որն էր դասական երաժշտության տարածումը, եւ ուրախ եմ, որ երկրորդ տարին մեզ հաջողվեց իրականացնել այս մրցույթը։ Առաջին ալիքը իրավունք ունի որոշելու, թե որ ձևաչափով է ընտրում հայաստանյան պատվիրակին այս մրցույթում ներկայանալու համար, եւ մենք կարևորելով նման օրինակ մրցույթները, արդեն երկրորդ անգամ ենք իրականացնում այս մրցույթը, ու հաշվի առնելով նաեւ այն, որ նախորդ մրցույթի մասնակիցներից շատերը մասնակցում էին նաեւ այս անգամ, սա եւս ապացույց էր, որ մրցույթը իսկապես հաջողվել է, ու սա արվում է պատանի երաժիշտներին հարթակ տրամադրելու համար։ Պատանի երաժիշտներին խրախուսել է եւ պատանի երաժիշտներին ցուցադրել է ամենակարևոր գործոններից մեկը պետք է լինի մեր բոլորի կյանքում ու հենց դեպի պատանի երաժիշտների դասական եվրատեսիլ մրցույթն էլ դրա մասին է, որը մենք փորձում ենք մեր ողջ թիմով հնարավորինս գեղեցիկ ներկայացնել մեր հեռուստադիտողին, մեր հանդիսատեսին։ Պատանի երաժիշտների եվրատեսիլը շատ կարևոր իրադարձություն է մեր երկրի համար եւ այո, հենց Հայաստանը դասական երաժշտության քարտեզի վրա պետք է ունենա իր տեղը, ու կարծում եմ, որ հունիս ամսին մենք ապարտանալու առիթ կունենանք հենց այս առումով։ Ի տարբերություն 2024 թվականի, այս տարի SMS քվեարկություն չկար, ընտրում էր միայն պրոֆեսիոնալ ժյուրին եւ իրականում սա ընդունված պրակտիկա է, պատանի երաժիշտների եվրատեսիլում եւս ընտրությունը կատարում է միայն պրոֆեսիոնալ ժյուրին։ Ժյուրիի կազմում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ջութակար Արամ Ասատրյանը, դաշնակար Հայկ Մելիքյանը, դիրիժոր Վահագն Պապյանը, ջութակար Սուրեն Հախնազարյանը եւ 2024 թվականի հայաստանյան պատվիրակ Հայկ Հեքեքյանը, ով իդեպ Գերմանիայից հատուկ ժամանել էր հենց այս մրցույթին մասնակցելու, մասնակիցներին քաջալերելու համար եւ մրցանակային տեղերը հանձնելու համար։ Եվրոպայում դասական երաժշտության բնագավառի մարդիկ շատ են կարևորում նմանատիպ մրցույթները եւ օրինակ դասական եվրատեսիլը նմանատիպ մրցույթ է շատ կարևոր, շատ հատկանշական եւ ամեն անգամ երբ որ նշում եմ հարգանքի արժանանում այդ փաստը, որ մասնակցել եմ այդ մրցույթին։ Դասական եվրատեսիլից հետո ես մեկնեցի Գերմանիա, Քյոլնի բարձրագույն երաժշտական հաստատությունում ուսումը շարունակելու համար եւ իհարկե պլաններում կան տարբեր համերգներ, փառատոններ, ծրագրեր եւ ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ Հայաստանում։ Առաջին ալիքից առաջարկ ստացա եւս մեկ անգամ մասնակցելու այս հիանալի մրցույթին։ Իհարկե պատասխանս միանշանակ այո էր, քանի որ այս մրցույթը ինձ տվել է շատ մեծ փորձառություն եւ միայն հաճույք է ինձ համար մասնակիցը լինել այս մրցույթի, թեկուզ ոչ նվագողի դերում։
Ինձ առաջարկեցին լինել ժյուրիի կազմում, ինչը ինձ համար շատ պատասխանատու էր եւ շատ հետաքրքիր, քանի որ առաջին անգամ պետք է լինեի այդ կարգավիճակում։ Շատ հետաքրքիր է ժյուրիի հայացքով տեսնել նվագողներին, կարծես մի պահ պատկերացրեցի, թե ինչպես է ժյուրին լսում ինձ, երբ որ ես մրցույթ եմ նվագում։ Ինձ համար շատ կարևոր փորձառություն էր եւ շատ լավ դասեր քաղեցի հենց այդ փորձառությունից։ Իրականում ժյուրիների առջև շատ մեծ եւ բարդ պատասխանատու աշխատանք էր դրված, այնուամենայնիվ նրանք կարողացան առանձնացնել 3 մրցանակային տեղերը։ Բոլոր 11 մասնակիցներն էլ չափազանց տաղանդավոր էին, միայն հաճույք էր ինձ համար լսել նրանց, ցավոք մրցույթի կանոնները նախատեսված չէր 11 մասնակցին ինչ-որ տեղ տալու, բայց ես վստահ եմ, որ նրանք դեռ շատ բարձունքների կհասնեն, քանի որ թե շատ աշխատասեր են եւ թե շատ տաղանդավոր։ Մրցույթում 3-րդ մրցանակային տեղ ստացավ ջութակար Էդուարդ Դայանը, ով ի դեպ առաջին անգամ չէր մասնակցում այս մրցույթին, 2024 թվականին եւս մասնակցել էր եւ առհասարակ եզրափակիչ փուլում ունեինք մասնակիցներ, որոնք որ 2024 թվականին էլ էին մասնակցել մրցույթին։ Սա եւս մեկ ապացույց է, որ մրցույթը իսկապես ստացված է եւ հետաքրքիր պատանի երաժիշտների շրջանակում։ Մրցանակային 3-րդ տեղն է զբաղեցնում Էդուարդ Դայանը։ Ամեն անգամ ինչքան բեմից դուրս գալիս այդքան ավելի շատ փորձ է ձեռք բերում եւ դա միշտ կօգնի ապագայի համար։ Ամեն դեպքում նաեւ շատ շնորհակալ եմ բոլորին, ով որ օգնել են կազմակերպել այս մրցույթը։ Երկրորդ մրցանակային տեղը գրավեց թավջութակար Մարի Հակոբյանը։ Մրցանակային 2-րդ տեղում ժյուրի միաձայն որոշմամբ Մարի Հակոբյան։ Իսպայն ահավոր հուզված եմ, ահավոր ուրախ եմ, շատ շնորհակալ եմ։ Իրական սա իմ համար շատ կարևոր, շատ մեծ փորձ էր, շատ տաղանդավոր երաժիշտների հետ ծանոթացա։ Իրական շատ լավ որ անցկացրեցի, շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Իսկ ահա առաջին տեղը գրավեց եւ այսպիսով ստացավ հայաստանյան պատվիրակի կոչումը 15-ամյա ֆլեյտար Էլենը։ Ժյուրիի որոշմամբ այդ երջանիկը Էլեն Վիրաբյանն է։ Ես շատ ուրախ եմ երաժիշտը, որը տարբեր մրցույթների է մասնակցել ու ամեն անգամ որ դու նվագում ես ու քանունն են ասում, շատ հաճելի զգացում է։ Ճիշտն ասած, ես կյանքում տենց չէի սպասում արդյունքների։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, ուզում եմ ասեմ, որ բոլորը փայլ ունեին։ Իմ համար շատ կարևոր է լավ ելույթ ունենալ, որովհետև ես ուզում եմ ցույց տամ Հայաստանը ամենալավ կողմից ու այդպեսին ես մտածում եմ, որ Հայաստանը արժանի է ու ես կանեմ ամեն ինչ, որ ամենալավ կողմից ցույց տամ Հայաստանը, շատ սիրում եմ հայրենիքս։ Պետք է նշեմ, որ այս տարի փողային նվագախմբի երաժիշտները շատ էին մրցույթում։
Եվ չնայած որ կա կարծիք, որ այս մրցույթում միշտ հաղթում են դաշնակահարները կամ ջութակահարները, ինչը իրականում սխալ չէ, ամեն դեպքում ես կարծում եմ, որ հենց մեր ուժեղ կողմով պետք է ներկայանանք մրցույթին, իսկ Էլենը այս կողմի երևի լավագույն ներկայացուցիչներից է, քանի որ չնայած իր տարիքին նա արդեն հասցրել է բազմաթիվ մրցույթների ներկայանալ եւ հաղթել այդ մրցույթներում։ Էլենին էլ եմ դեռ մանկուց ճանաչում, երբ որ 13 տարեկան էի, նրան հանդիպել եմ Ռուսաստանում Շերուկունչիկ մրցույթի շրջանակներում։ Ես վստահ էի, որ իր աշխատասիրությունը կտա իրեն հնարություն այնպես ներկայանալ, ինչպես ներկայացավ, նա շատ լավ ներկայացավ։ Այդ իսկ պատճառով արժանացավ առաջին մրցանակին։ Ես կարծում եմ, որ նա շատ արժանի էր հենց այդ տեղին եւ վստահ եմ, որ անպայման կկարողանա լավագույն կերպով ներկայացնել Հայաստանի պատվիրակությունը այս մրցույթում։ Որդ կտամ Էլենին փորձել քաղել առավելագույնը նրանից, որ մրցույթը անցնելու է Հայաստանում, ոչ թե հուզվել պատասխանատվությունից, որ քո հայրենակիցներն են քեզ հետևում, այլ ընդհակառակը հասկանալ, որ հենց նրանք են ամենաշատը սպասում, որ դու ամենալավը կնվագես եւ քո յուրաքանչյուր նվագ միայն ժպիտով է ուղեկցվելու։ Ես վստահ եմ, որ նման բեմերում շատ է ելույթ ունեցել եւ հաստատ այս անգամ նույնպես շատ լավ կներկայացնի մեր հայրենիքը։ Արչևում էլ ավելի պատասխանատու եւ կարեւոր փուլ է եւ մեր պատվիրակ Էլենի եւ առաջին ալիքի թիմի համար։ Առաջին ալիքի թիմը զուգահեռ այս ամենին այս օրերին ակտիվորեն աշխատում է հունիսի 6-ին կայանալիք Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլի կայացման շուրջ։ Ես շատ ուրախ եմ, որ այս տարի հենց Հայաստանում է կայանալու դասական Եվրատեսիլը եւ պատկերացնում եմ, թե ինչ լավ պատրաստություն է տեսնելու առաջին ալիքը, քանի որ անցած անգամ միայն դեպի դասական Եվրատեսիլը այնքան լավն էր եւ այնքան օրինակելի Եվրոպայի համար, որ այս տարի հենց մեզ են վստահել այս կարևորագույն մրցույթը անցկացնելու։ Այդքան հատկանշական օր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։